Երբ բոլոր շշուկները լռում են ու հայկական դասական գոհարներն են շողում, հայկական բարեգործական ընդհանուր միությունը այս տարի եւս հնարավորություն ընձեռեց Սփյուռքի ավելի քան 7 երկրներից Հայաստան ժամանած հայորդիների տեսնել ու վայելել Գյումրու ու համայն հայության պարծանք գոհարը, ճաշակել ազգային բարձրաճաշակ երաժշտություն, վայելել Կոմիտասի երգերի անզուգական կատարումները յուրօրինակ մոտեցումներով։ Բայց մինչ աշխարհահռչակ հայկական գոհար սիմֆոնիկ նվագախմբի եւ երգչախմբի կենթանի կատարումները վայելելը, հայկական բարեգործական ընդհանուր միության անդրանիկ բանակումի ճամբարականները փոքրինչ լիցքաթափվեցին ճանապարհի հոգնությունից, խաղացին, երգեցին ու լուսանկարվեցին։ Ճամբարի ընդհանուր պատասխանատու Գևորգ Սանթուրյանը պատմական էքսկուրս անցկացրեց երաժշտանոցի շուրջ, սկաուտներին ծանոթացրեց լեգենդար համույթի պատմությանը, հյուրերին ջերմությամբ դիմավորեց Գոհար բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Գրիգոր Կուզիկյանը։ Նա սկաուտներին հղեց հայապահպանության առաջին ու թերևս ամենակարևոր հարցը։ Բոլորդ գիտեք հայերեն։ Այո։ Այ ամենակարևորը։ Այնուհետև հասավ պահը, երբ սկաուտները բացառիկ հնարավորություն ունեցան ներկա գտնվելու Գոհարի համալրված ազգային երգացանկով համերգի փորձին։ Ով գոնե մեկ անգամ եղել է այստեղ կհասկանա։ Ավելի քան 1 ժամ տևած ազգային երգուպարի կատարումները հուզեցին ու թախիծով լցրին հայորդիների հոգիները, հայրենասիրության ու հպարտության զգացումով մտովի հասցրին արազի ափերն ու մոկած դաշտեր, երգեցին հնձվորի ու զինվորի հետ ու երազի թևերով ճախրեցին պատմական հայրենիքի տարածքով։ Գոհարի դահլիճում թնդաց հայրենասիրական երգն ու ոգեկոչող պարը։ Երգն ու երաժշտությունը որպես ազգային արմատներին մոտեցնող ու հայրենիքին կապող օղակ այսօր Գոհարի ելևէջներով լիովին կատարեցին իրենց գործառույթը։ Մեր երգը մեր զորությունն է, մեր անցյալը, ներկան ու ապագան, մեր մշակույթը, հավատալիքներն ու սերն առ հայրենիք։ Հայրենիքի պատմությունն էլ մեր երգերում է արտացոլված։ Այսպիսի մի երգ էլ հայոց ցեղասպանության վերաբերյալ Գոհար համույթը նվիրեց հյուրերին։ Ինչպես իր խոսքում նշեց Գոհար բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ մայստրո Գրիգոր Կուզիկյանը, ուրախ էին հյուրընկալել աշխարհասփյուռ հայության նոր սերնդին ու իրենց երգու երաժշտությամբ ներդրում ունենալ երեխաների մշակութային դաստիարակության գործում։ Դա մեզ համար էլ շատ հաճելի է, որտեղ այն գործունեությունը, որ մենք անում ենք, այդ բոլորը ուղղված է ձեզ, հատկապես սփյուռքահայությանը, այսինքն նրանց, ովքեր հայրենիքից կտրված են, եւ նրանք պետք է ապրեն նաև մեր հայ երգով, մեր հայ ոգով։ Եվ ինչպես դուք գիտեք, մեր Գոհար ուրեմն երաժշտախմբի հայտագիրը հենց այդպիսի երգեր են, որոնք ոգևորում են հայերին եւ ապացուցում, որ իրենց ազգը պիտի հարատևի, ինչպես ազգագրական, ինչպես հայրենասիրական, սեր հանդեպ ծնողը, սեր հանդեպ իրեն ուսուցիչը, սեր հանդեպ իրեն այբենգիմը և այդ է, որ մեզ պահում է հայ։ Հարուստ տպավորություններով ու անաղարտ հոգևոր սնունդ ստացած հայկական բարեգործական ընդհանուր միության անդրանիկ ճամբարի սկաուտները հիացմունքով հեռացան Գոհարի սրահներից։ Այս տպավորությունները դեռ երկար կմնան նրանց հետ։ Երևի մարդ սրտով ուզենա չի կարողանա արտահայտել, խոսք չկա։ Ամեն հայի սիրտը ինպես կարձագանքի, ուղղակի անխոսք, վերին աստիճանի բարձր մակարդակի եւ վերին աստիճանի մեծ սիրով եւ հոգեշնչմամբ իրեն կատարում են եւ մեզ փոխանցում են։ Այնքան հուզված ենք հպարտությամբ լեցուն, որ այս համերգը մենք ամեն տարի կգտնվի, բայց այնքան նորովի, այնքան վերանորոգված, որ գարձես առաջին անգամն է կընտրենք։ Մեր ազգային երգերը շատ վաղուց են, բայց Գոհարի միջոցով վերանորոգվեցավ, վերարդիականացավ եւ այս երեխեքը այս սերունդը
մի 100 տարի վերջ նոր դաշնավորումով, նոր կորձիկավորումով գնտրե մեր քոհարները, ասկային երաժշտության մեր քոհարները փյուրեղ, ագունքներեն, մաքուր եւ հաղորդական։ Շնորհակալություն քոհարին, որ մեզ այսպիսի արիտներ գնձայ է եւ իրենց փորձի օրը այսօր փորձի ժամը մեզի վերածվեցավ հadouk համերգի։ Հերթական ու ամենակարևոր մշակութային բացահայտումը կատարելուց ու բանակավայր վերադառնալուց առաջ հայկական բարեգործական ընդհանուր միության Անդրանիկ բանակումի սկաուտները ճամբարական հուշերը համալրեցին եւս մեկ լուսանկարով։ Էյմինե Յավերյան, Արտակ Բրուտյան, Մոլորակ, Գյումրի։